Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կտրամադրվի լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն։ Ծրագրի հիմքում կարիքն է, այն պետք է լինի հասցեական, դիտարկվել է որոշակի եկամուտների շեմը չգերազանցելու հանգամանքը, մանրամասնում է ոլորտի պաշտոնյան։ Ապրիլի 1-ից որոշակի խմբեր արդեն հիմնականում աշխատանքային տարիքի անձինք չեն ստանալու գիտության եւ այլ ծախսերով օգտալու սոցիալական աջակցության միջոցառումը եւ քանի որ կար օբյեկտիվ անհրաժեշտություն մեր քննարկումների արդյունքում դիմումների ուսումնասիրության արդյունքում որ որոշակի անձինք դեռևս կարիք ունեն դրա աջակցության օրինակ որոշակի ծախսեր օգտալու բնակվարձի վճարումները կատարելու համար եւ այս հանգամանքով պայմանավորված ընդունվել է կառավարության որոշումը։ Աջակցությունից կօգտվեն ընտանիքները, որոնք պետական հոգացության ներքո չեն բնակվում պետական համայնքային տարածքներում, սոցիալական պաշտպանության հաստատություններում, ովքեր պետական աջակցությամբ տեղավորվել են սոցիալական բնակարանային ֆոնդերում, բնակվարձի խնդիր չունեն, չեն կարող ծրագրի շահառու լինել։ Շահառուները ընտանիքներն են, ոչ թե անձը, եթե ընտանիքը իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չի կարողանում ապահովել 55,000 դրամ եկամուտ, ընտանիքը կդիտարկվի շահառու ընտանիք։ Ներդրել ենք անապահովության գնահատման նոր համակարգ, որտեղ սահմանվում են անապահովության շեմեր, իսկ այդ շեմերը պայմանավորված են պարենային զամբյուղի արժեքով։ Ամենամսյա դրամական աջակցությունը կտրամադրվի ապրիլից դեկտեմբեր ներառյալ։ Աջակցության չափը պայմանավորված է ընտանիքի անդամների թվով։ Յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, գումարած 10,000 դրամ տեղահանված յուրաքանչյուր անդամի համար, սկսած երկրորդ անդամից։ Եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամներից, որոնց հաշվով 55,000 դրամից ավել ընտանիքը եկամուտ չունի, կդիտարկվի շահառու եւ կստանա աջակցություն 40,000 դրամ ընտանիքի համար, գումարած եւս սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, այսինքն 40,000 դրամ գումարած եւս 40,000 դրամ, 80,000 դրամ։ Հավելյալ այս օժանդակությունից կօգտվեն ընտանիքները, որոնց անդամները միևնույն բնակելի տան նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017-ի կամ ավելի թարմ արտադրության մեքենա կամ որոնց մեքենաների գույքահարկը 15,000 դրամից քիչ է։ Հարությունյանի խիստ մոտավոր կանխատեսմամբ շահառու կարող է լինել առնվազն 3,000 ընտանիք։ Դիմումները կընդունվեն ապրիլի 22-ից։ Դիմումը ներկայացնելու են մեր սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգում գրանցվելուց հետո կոչվում է դա e-social, դիմող անձը բացել է օգտահաշիվ, որը հետագայում շատ է պետք գալու այդ ընտանիքին եւ այդ անձին սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերից օգտվելու համար։ Դիմումը շատ պարզ դիմում է, որևէ փաստաթուղթ գցելու անհրաժեշտություն չկա։ Ովքեր չեն հասցրել դիմել ապրիլին, կդիմեն մայիսին, կստանան աջակցություն նաև ապրիլի համար։ Մայա Խաչատրյան, լուրեր։